Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք թվայգիտության մասին, ինչ տարի է լինելու, նաև բոլորի կանխատեսումը, կարող եք գտնել իհարկե ժամերը մեկնաբանության բաժնում և մինչև այդ դեռ պետք է հաշվենք։ Եվ այսպիսով 2026 թվականը դա ի վերջո հաշվարկով լինում է 10, որից հետո լինում է 1։ Այս տարին լինելու է 9-ամյա ցիկլի ավարտի և նոր 9-ամյա ցիկլի սկիզբ։ Ավարտվելու է այն կարմիկ շրջանը, կարմայական շրջանը, որը դուք ապրել եք, և դրա համար նախորդ տարի 2025 թվականին շատերը որոշ բաներ կորցրեցին կամ թողեցին կամ կթողեք նաև դեր անցյալում և կգնաք առաջ, որովհետև 1-ը դա սկիզբն է և սկսվում է ձեզ համար 9 տարվա ցիկլ։ Դուք պետք է հասկանաք, թե ինչ եք ուզում սկսել, ինչ եք ուզում անել, որը ձեզ համար հաջողակ կլինի 9 տարի։ Եթե անցյալ կյանքից, անցյալ տարվանից իհարկե, անցյալ այդ 9 ցիկլից որևիցե մի պոչ, որևիցե մի չկատարած գործ, վատ տրամադրություն եւ այլն ինչ-որ անհաջող իրավիճակներ բերեք այս տարի, ապա պետք է իմանաք, որ եւս 9 տարի կարող է ապրեք այնպես, ինչպես որ անցյալ տարի։ Որովհետեւ դուք էլի նորից սկսում եք նույն բեռով, նույն այդ անհաջողությամբ, ոչինչ ձեզ մոտ չի փոխվում։ Դրա համար թողեք այն ինչ որ կա անցյալում, թող մնա այնտեղ անհաջողությունները, անհաջողակ բիզնեսը, գործերը, աշխատանքը թողեք, սկսեք նոր ցիկլ, ձեզ համար կազմակերպեք նոր կյանք, նոր սկիզբ է սա։ 1 թիվը հենց դա նոր էներգիան է մեզ համար, երկրի մասշտաբով, աշխարհի մասշտաբով, ոչ թե հատուկ մարդու համար։ Ես չեմ խոսում հատուկ մարդկանց համար, որովհետև դա թվայգիտություն չի, դա թվագրություն է, երբ որ ներկայացնում ես մարդու ծնված թվերը, դա թվագրություն է կոչվում, դա նումերոլոգիա էլ անգամ չի կոչվում, հա։ Երբ որ վերլուծում ես մարդուն ընդամենը իր ծնված օրվանով, մենք բոլորս գիտենք մեր բնավորությունները, բնավորության գծերը, եւ այդ թվերը մեզ միայն ասում են մեր բնավորության գծերը, դրանք չեն կանխատեսում մեր ապագան։ Դուք այսպիսին եք եւ այլն։ Դրանով ոչ մի կանխատեսում դուք կարող եք չլսել, որովհետև դա թվագրություն է կոչվում, դա թվագիտություն չէ։ Իսկ 1-ի էներգիան որպես աշխարհի համար բավականին շատ հզոր է, շատերը հենց պետք է լցվեն քաջությամբ, ուժով եւ գնան առաջ, նաեւ հեղինակության տարի է եւ շատերը եթե ճիշտ կյանքով ապրեք, ճիշտ սկսեք ձեր 2026 թվականը, ապա լի կլինի հեղինակության, առաջ խաղացմամբ, շատ կարևոր գործերով, ձեր կյանքը կարող է փոխվել, ոմանք կարող են ամուսնանալ, երեխաներ ունենալ, ինչ որ մի բանի սկիզբ է սա։ Ձեր կարիերայում, ձեր մասնագիտության մեջ եւս կցանկանաք առաջ գնալ։ Ինստինկտիվն է, եթե ճիշտ անեք, ճիշտ ապրեք, ելի եմ շեշտում, ապա ինստինկտիվն դա կստացվի։ Ձեզ կսկսեն ճանաչել, ձեր աշխատանքը կսկսեն գնահատել, գնահատված կլինեք, կարիերայում առաջընթաց, բարձրունք, որևիցե պաշտոն կարող եք ունենալ։ Ֆինանսական առումով եւս նոր որևիցե մեթոդներ ձեզ համար կստեղծեք, նոր եկամտի աղբյուրներ կստեղծեք։ Նաեւ դուք ձերը կստեղծեք, ոչ թե ինչ-որ մեկից կախման մեջ կլինեք կամ ֆինանսապես կամ որ սպասում եք ինչ-որ մեկը ձեզ աշխատավարձ տա կամ գումար տա, որ դուք ապրեք։ Այս դեպքում այդ առաջընթացը ավելի նկատելի կլինի եւ դուք ինքներդ կկարողանաք վաստակել ձեր գումարը եւ լինել անկախ։ Սակայն մեկը հարաբերություններում դա մարդը կարող է միայնակության զգացողություն ունենալ անընդհատ, միգուցե միայնակ մնալու ցանկություն նաև ունենալ։ Դուք պետք է ձգտեք այս տարի կարգավորել ձեր կապերը, ձեր հարաբերությունները, ոչ դուք միայնակ մնացեք, ոչ էլ թույլ տվեք դիմացինը զգա, որ ինքը միայնակ է, որովհետև դուք առանձնացել եք, դուք քաշվել եք մի կողմ եւ նա իրեն միայնակ զգա եւ կարող է զգալ, որ սերը պակասել է, հարաբերությունները արդեն նորմալ չեն եւ ինքը ինստինկտիվն արդեն դա կտանի դեպի սառնություն։ Դա մալ լավ կլինի, որ եթե ցանկանաք միայնակ մնալ, ապա թող դա լինի կամ կարճ ժամանակ, կամ դա մի խառնեք ձեր հարաբերությունների հետ։ Որովհետեւ դա կտանի իհարկե կործանման եւ դուք տարվա վերջ արդեն կմնաք միայնակ։ Իսկ աշխարհի հետ կապված այստեղ մենք կարող ենք նկատել նոր առաջնորդներ, որ կփորձեն աշխարհը ղեկավարել, ինչպես տեսնում ենք արդեն մեկը կա, գլուխ է բարձրացրել եւ ուզում է աշխարհը ղեկավարել։ Նաեւ շատ նոր
մարզիկներ կարող են առաջ գնալ, նոր մարդիկ, ովքեր որ կարող են շահել կամ զբաղեցնել առաջին կամ պաշտոնը կամ առաջին մրցանակը։ Եթե Հայաստանով վերցնենք, ապա ոնց որ աշխարհի մասշտաբով իրենք կարող են վերցնել առաջին մրցանակը։ Միայն պետք է իրենց հրել, իրենց պետք է ուժ տալ եւ այդ քաջությունը պետք է մտցնել իրենց մեջ, օգնել թե ֆինանսապես, թե աջակցությամբ եւ այդ մարդիկ անպայման առաջին տեղով հետ կգան։ Այսքան այս թեմայի վերաբերյալ եւ եթե ձեզ հետաքրքրում է հաջողության կոդերը յուրաքանչյուր ամսվա համար, ապա անպայման ինձ գրեք, տեղեկացրեք, որ եթե հետաքրքրում է կրկին շարունակվեն այդ թվերը ձեզ համար, եթե դրանք հաջողություն են բերում ձեզ, ապա ավելի լավ է շարունակել, որովհետև դրանք էներգիաներ են, որոնք որ գալիս են երկնքից, եթե դուք ճիշտ եք արտահայտում այդ թվերը, այդպիսով նոր կարող եք ունենալ հաջողություն, եթե ուղղակի ասեք 1, 5, 4, 9, դուք երբևիցե հաջողություն չեք ունենա, դա ուղղակի թվեր են, որոնք որ մենք կարող ենք ինչ-որ միտեղ կարդալ կամ տեսնել կամ լսել, արտասանել, ինչ-որ մեկին հեռախոսահամար տալ այդպես արագ-արագ ասելով, դրանք թվեր են, որոնք որ պետք է հստակ նշվի, հստակ նաև առոգանությամբ նաև, որ այդ բոլոր թվերի հատ առ հատ այդ թվերի էներգիաները բարձրանան տիեզերք եւ այդ թրթռումները հետ գան ձեզ եւ ձեզ հաջողություն բերեն։ Եվ այսպիսով կանխատեսման համար դուք ընդհանրապես պետք է ձեր ծնված օրը եւ ամիսը գումարեք իրար։ Օրինակ ծնվել եք 29 12-րդ ամիս, ամենաբարձր թվերը, կամ 30 կամ 31։ Օրինակ 31-ը 12-րդ ամիս եք ծնվել։ Դուք գումարում եք 31-ին գումարած 12, լինում է 43։ Եվ գումարում եք այս տարվա թիվը 1։ Դες ուրիշ ոչինչ պետք չի։ Այնտեղ լինում է, 31-ին գումարում եք 12, լինում է 43, 43-ին գումարում եք 1, լինում է 44, եւ հետո 4-ը գումարում եք 4-ի, իրար մեջ եք գումարում եւ ստանում եք օրինակ 8։ Եվ դուք պետք է նայեք 8 թիվը։ Եթե դուք ծնվել եք 28-ին 11-րդ ամիս, դա լինում է 39, եթե գումարում ենք իրար եւ գումարած 1 լինում է 40, 4-ին գումարած 0 հավասար է 4։ Մեկ այլ թիվ, օրինակ, եթե ծնվել եք 27-ին 12-րդ ամիս, բարձր թվերն եմ ասում, որտեվ ցածր թվերը երկանիշ թվեր չեն լինի, օրինակ 1-ին գումարած 5, 6, 6-ին գումարած 1, 7։ Դուք կարող եք 7 նայել այդպես, եթե ծնվել եք այդպես կամ ամսի 5-ին, հունվարի 5-ին եւ այլն։ Բարձր թվերը 27-ը 12-րդ ամիս, 27-ը 11-րդ ամիս, 26-ը 12 եւ այլն, այդպես դուք պետք է անպայման գումարեք իրար, ստանում եք բնականաբար երկնիշ թիվ, դրան գումարում եք տարվա թիվը, որը 1 է, բոլորի համար տարվա թիվը 1 է։ Եվ ստանում եք վերջում, եթե ստանում եք երկնիշ թիվ, այդ թվերը եւս իրար մեջ գումարում եք։ Ես կգրեմ այստեղ էկրանին կարող եք այս ժամանակահատվածում նայել, թե ինչպես պետք է գումարեք։ Եվ ըստ դրա արդեն կկարողանաք նայել կանխատեսումը։ Իսկ մենք շարունակենք, դուք պետք է ստանաք 1-ից մինչև 9 թիվ, ոչ ավել, եթե 9-ից ավել է, ուրեմն սխալ եք հաշվել, ուրեմն պետք է իրար գումարեք, չեք գումարել, դրա համար բավականին մեծ թիվ եք ստացել, պետք է ստանաք ընդհանրապես 1-ից մինչև 9։ Իսկ մենք արդեն սկսենք եւ իհարկե, եթե դուք ստացել եք 1 թիվը, ապա սա նոր սկզբների ժամանակն է։ Այն նշանակում է 9 տարվա նոր թվաբանական ցիկլի սկիզբ։ Կենտրոնացրեք ձեր մտքերը ապագայի եւ այն բանի վրա, թե ինչի եք ուզում հասնել, ինչ եք ուզում ունենալ հաջորդ 9 տարիների ընթացքում։ Եղեք անկախ եւ օրիգինալ։ Կյանքի կոչեք ձեր ծրագրերը, փոխեք ձեր կյանքը եւ հիշեք ձեր իդեալները։ Այս տարին կատարյալ է բոլորովին նոր կյանք սկսելու համար։ Ապագան հիմա ձեր ձեռքերում է, այնպես որ ուշադիր պլանավորեք եւ համոզվեք, որ ձեր ծրագրերը հիմնավոր են, նախքան գործողություններ ձեռնարկելը։ Ժամանակն է վերադառնալ այն բանին, ինչը որ փորձված էր ձեզ համար։ Ժամանակն է բարելավել արդեն հաջողակ բիզնեսը։ Այն ժամանակահատվածը բարենպաստ է հին նախագծերի եւ հնացած գաղափարների թարմացման համար։ Անձնական մակարդակում սա կարող է լինել ինքնակատարելագործման ժամանակ։ Մի կողմ դրեք ձեր ունեցած ցանկացած բացասական տրամադրություն եւ սկսեք նորից։
Եղեք անկախ, հավատարիմ ինքներդ ձեզ, հավակնոտ եւ մի վախեցեք փոփոխություններից։ Եթե ունեք սերտ կապեր ուրիշների հետ, համոզվեք, որ ձեր գործողությունները օգնում են նրանց, այլ ոչ թե վնասում։ Ժամանակն է փորձել ձեր ուժերը նոր ոլորտում, աշխատել նոր գյուտի վրա եւ մշակել կամ իրականացնել ձեր նոր գաղափարները։ Այս տարին կարող է ձեզ նոր տուն, նոր աշխատանք կամ նոր պաշտոն տալ։ Շատ հավանական է, որ ձեզ համար նոր հնարավորություններ բացվեն, որոնցից կարող եք օգտվել։ Այնուամենայնիվ ծույլ մի եղեք, քանի որ այս տարին պահանջում է հավակնություններ եւ նախաձեռնողական գործողություններ։ Այսքանը ձեզ համար։ Թող ձեզ համար լինի հաջողակ տարի։ Եթե ստացել եք 2 թիվը, ապա համագործակցությունն ու համբերությունն այս տարվա առանձնահատկություններն են։ Սա գործընկերության տարի է։ Պատրաստ եղեք համատեղ աշխատելու, քանի որ ուրիշները կարող են մեծապես ազդել ձեր ծրագրերի եւ գործերի վրա։ Թրթռումները այս տարվա եւ երկուսի, իհարկե, նպաստում են ներդաշնակությանը եւ դիվանագիտությանը։ Հիմա համբերություն է պահանջվում, այնպես որ մի փորձեք առաջ մղել այն բաները, որոնք այնքան արագ չեն ընթանում, որքան որ դուք կցանկանայիք։ Ամեն ինչ ժամանակ է պահանջում, այդ թվում զարգացումը, նույնիսկ եթե թվում է, թե ձգձգվում է։ Հաշվի առեք ձեր նպատակները ուրիշների հետ աշխատելիս, նոր ծանոթություններ ձեռք բերեք, մասնակցեք թիմային աշխատանքին, եղեք հանգիստ եւ ընկալունակ, եւ դուք կպարգևատրվեք։ Հավաքեք տեղեկություններ այն մասին, թե ինչն է ձեզ հետաքրքրում կամ ինչ է ձեզ անհրաժեշտ ձեր նպատակներին հասնելու համար։ Այս տարին բարենպաստ է նոր ընկերներ ձեռք բերելու, սիրո, ընկերակցության եւ նույնիսկ ամուսնության համար։ Եթե բացասական տատանումներ են առաջանում, դա կարող է նշանակել գործընկերության խզում կամ ամուսնալուծություն։ Դա համար պետք է դրական մարդը ապրի։ Այնուամենայնիվ 2 թիվը խաղարարների թիվն է, եւ եթե դուք ունեք բավարար համբերություն եւ հասկացողություն, դուք ինքներդ կարող եք խթանել իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ խաղաղությունն ու համագործակցությունը, նույնիսկ առանց դա գիտակցելու։ Ուրիշներին տրամադրած ցանկացած օգնությունը, երբ անհրաժեշտ լինի, այդ ամբողջը կվերադառնա ձեզ։ Այսքանը սիրելիներս, ձեզ ամենահաջողակ տարին եմ մաղթում։ Եթե հաշվարկից ստացել եք 3 թիվը, սա ինքնադրսևորման եւ ինքնակատարելագործման տարի է։ Ժամանակն է ցուցադրել ձեր ստեղծագործական տաղանդը։ Գիրք գրելը, դասախոսություններ կարդալը, դերասանական խաղը կամ երգելը կարող են դառնալ ձեր կյանքի մի մասը։ Ցույց տվեք, որ այնքան վստահ եք, որ չեք վախենում օգտվել ձեր տաղանդները ցուցադրելու ցանկացած հնարավորությունից։ 3 թիվը դա նաև հասարակական գործունեության թիվն է, նշանակում է, որ դա դրա ժամանակն է։ Կարող եք ճանապարհորդել կամ զվարճանալ, եղեք լավատես եւ ուրախ, եւ դուք կհայտնվեք բազմաթիվ ընկերներով շրջապատված։ Զգույշ եղեք բամբասանքներից եւ ավելորդ խոսակցություններից, քանի որ դա կարող է խնդիրներ առաջացնել։ Հետևեք մի քանի տարի առաջ ձեզ համար սահմանված նպատակներին։ Հիմա ամենայն հավանականությամբ կտեսնեք որոշ արդյունքներ։ Այս տարին ոգեշնչող, հնարամիտ եւ ստեղծագործական աշխատանքի ժամանակ է բիզնեսում կամ այլ հետաքրքիր ոլորտներում, ֆինանսական շահույթի հեռանկարով պարտադիր։ Այնուամենայնիվ հիշեք, որ պետք է զգույշ լինեք, որպեսզի չտրվեք տրամադրության փոփոխություններին եւ հույզերին։ Սա կարող է ձեզ հավասարակշռությունից հանել եւ փչացնել ձեր ծրագրերը։ Զերծ մնացեք նախանձից, վրդովմունքից, առարկություններից եւ կոպիտ խոսքերից։ Մի փորձեք ամեն ինչ միանգամից անել, սա կարող է հանգեցնել նրան, որ շատ կարևոր բաներ կմնան չկատարված։ Եթե կյանքի նկատմամբ դրական հայացք պահպանեք, այս տարին ձեզ համար շատ հաճելի կլինի։ Այսքանը ձեզ համար, թող ամենահաջողակ տարին լինի ձեզ համար։ Եթե վերջնահաշվարկից ստացել եք 4 թիվը, այս տարին բարենպաստ է քրտնաջան աշխատանքի համար։ Եղեք գործնական, հավաքված եւ համբերատար։ Ճիշտ կառավարեք ձեր գործերը։ Սա ծուլության կամ անձնական հաճույքների ժամանակը չէ։ Դուք ունակ եք ձեզ համար կարևոր նպատակներին հասնելու համար, բայց քրտնաջան աշխատանքը, առողջ բանականությունը եւ լավ կազմակերպվածությունը եւս կարևոր են։
Բաց մի թողեք ձեր անձնական և գործնական ծրագրերը, դրեք դրանց համար ամուր հիմք։ Բոլոր հարցերին վերաբերվեք պատասխանատու կերպով և ազնիվ, պահպանելով կարգ ու կանոն։ Ուղղեք անցյալի սխալները, սովորեք դրանցից և դա կապահովի ձեր ապագա հաջողությունը։ Անցեք տարեկան բժշկական զննում, 4-ը ձեր առողջությանը հոգ տանելու տարի է, հատկապես եթե ունեք ավելացած աշխատանքային բեռ։ Բիզնեսում, անշարժ գույքում, ապահովագրության կամ իրավական հարցերում անհրաժեշտ է կարգ ու կանոն հաստատել։ Սա փաստաթղթերի վերանայման և ժամանակի պահանջներին համապատասխան անհրաժեշտ փոփոխություններ կատարելու տարի է։ Գումարի հետ կապված ամեն ինչում պահանջվում է առողջ բանականություն, հմուտ հաշվարկ և լավ կառավարում։ Այս տարին կարող է բերել զգալի ծախսեր, և միայն ձեր գործնականությունն ու խնայողությունը կօգնեն ձեզ հաղթահարել դրանք։ Դուք կարող եք հաջողություններ ունենալ առք ու վաճառքի, շինարարության կամ առևտրի մեջ։ Այնուամենայնիվ զգույշ եղեք և կրկնակի ստուգեք ձեր գործարքների հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Ձեր հարազատները կարող են ձեր օգնության կարիք ունենալ։ Այս տարի թույլ մի տվեք ինքներդ ձեզ անփույթ կամ ծույլ լինել, քանի որ 4-ի տատանումները կշարունակվեն նաև հաջորդ տարի, ձեզ քիչ ժամանակ թողնելով 5-ի ներուժը ազատորեն իրականացնելու համար։ Այսքանը սիրելիներս, թող որ այս տարին ձեզ համար լինի ամենահաջողակը։ Ովքեր իրենց վերջնահաշվարկում ստացել են 5 թիվը, դա փոփոխություն է, 5-րդ անձնական տարվա ավանդական թրթռումն է։ Այս տարին հավանաբար լի կլինի նոր դեմքերով, նոր վայրերով, նոր գաղափարներով կամ նոր աշխատանքով։ Դուք կարող եք ցանկանալ տեղափոխվել նոր տուն, նոր բնակարան կամ նոր երկիր։ Փոփոխությունը կբացի նոր աճի և նոր հնարավորությունների ճանապարհը։ Հիմա ժամանակն է հրաժարվել ամեն ինչից, ինչը հին է և անպատշաճ է։ Նոր կյանքի համար տեղ ազատելու համար հանեք դրանք ձեր կյանքից։ Դուք կարող եք դառնալ ավելի անհանգիստ կամ անհամբեր, քան սովորաբար, ցանկանալով ավելի շատ ակտիվություն, բայց զգույշ եղեք հանկարծակի շտապողական որոշումներ կայացնելուց, որոնց համար հետագայում կարող եք զղջալ։ Ընդլայնեք ձեր անձնական և գործնական գործունեությունը։ Դուք կարող եք հետաքրքրություն ունենալ սոցիալական կամ գլոբալ հարցերի նկատմամբ։ Մնացեք տեղեկացված համաշխարհային իրադարձությունների մասին, բայց առանց որևէ եսասիրության և օգտվեք ուրիշներին օգուտ տալու հնարավորությունից։ Փորձեք չվատնել ձեր էներգիան, միաժամանակ չափազանց շատ բաներ անելով։ Դրա փոխարեն ձեր ծրագրերին ավելացրեք նոր, նպատակային նախագիծ ձեր գործերը վերակենդանացնելու համար։ Օգտվեք գովազդից։ Մի հետևեք ծեծված ճանապարհին։ Հիշեք ձեր նպատակները և մտածեք, թե ինչպես կարող եք դրանց հասնել հիմա, այս տարի։ Եթե անհրաժեշտ է, ներգրավեք ուրիշներին, բայց փորձեք համոզվել, որ նրանք նույնպես օգուտ են քաղում ձեր նախագծերից։ Այս տարին լավ ժամանակ է գործնական կամ ճանապարհորդությունների համար։ Պարզապես մի մոռացեք, որ հիմա ձեր բոլոր հնարավորությունները հեռու են գտնվում ձեր տանից և առօրյայից։ Պետք է դուք ստեղծեք այն։ Այսքանը սիրելիներս, ձեզ ամենահաջողակ տարին եմ մաղթում։ Եթե ձեր վերջնահաշվարկում ստացել եք 6 թիվը, այս տարվա բանալի բառը պատասխանատվությունն է։ Տունը, ընտանիքը և շրջապատը դառնում են ձեր պարտականությունների կենտրոնը։ Սովորաբար 6-րդ տարին կապված է ուրիշների բավարարության համար, որպեսզի ձեզ նվիրեք դրան։ Եթե դուք գտնեք այս հետաքրքրությունը և ոգեշնչեք ուրիշներին կիսվել դրանով, կգտնեք սեր, ընկերներ, ջերմություն և բավարարվածություն։ Եթե կենտրոնանաք միայն ինքներդ ձեզ և ձեր անձնական նպատակների վրա, հավանաբար կզգաք հիասթափություն և ափսոսանք։ Դժվարություններ, թյուրըմբռնումներ, վեճեր և օտարացում կարող են առաջանալ բիզնեսում և ձեր անձնական կյանքում։ Այս տարին կարող է ամուսնալուծություն բերել, եթե ընտանեկան հակամարտությունները սրվեն, հնարավոր են նաև երեխաների հետ կապված խնդիրներ։ Միայն սերն ու հասկացողությունը, ազնվությունն ու արդարությունը կօգնեն լուծել սերունդների խնդիրը։ Աշխատեք մարդկության համար, առանց անձնական շահը հաշվի առնելու,
եւ դուք կպարգևատրվեք, երբ ամենաքիչն եք սպասում դրան։ Հոգևոր խորաթափանցությունները եւ ֆինանսական հեռանկարները կդարձնեն հաջողակ տարի ձեզ համար։ Դուք կարող եք ստիպված լինեք հոգ տանել ազգականի մասին, բայց եթե դա անեք հնարավորինս լավ, ի վերջո կփոխհատուցվեք, իհարկե նաև կփոխհատուցեն ձեզ ձեր ծախսերը։ Սա կարող է լինել հարսանիքի, երեխաների ծննդյան, նոր ընտանիքի ստեղծման կամ հին ընտանիքի վերամիավորման տարի։ Սա տուն գնելու կամ կառուցելու ժամանակն է։ Այս տարվա թրթռումները ձգվում են դեպի բոլոր տեսակի տնային գործերը։ Զարդարեք ձեր տունը եւ ձեր շրջապատող աշխարհը։ Հիշեք, եթե դուք սեր եւ գուրգուրանք տաք ուրիշներին, այդ ամենը կվերադառնա ձեզ։ Այսքանը սիրելիներս։ Թող որ այս տարի լինի ձեզ համար ամենահաջողակ տարին։ Եթե ձեր վերջնահաշվարկում ստացել եք 7 թիվը, ապա գիտելիքների թրթռումները եւ իմաստությունն այս տարի ձեր կողքին կլինեն։ Սա հանգստի, առողջության մասին մտածելու եւ մտավոր զարգացման ժամանակ է։ Եթե հնարավոր է, դուք պետք է ձեր ազատ ժամանակն անցկացնեք մենակ, աղմկոտ ամբողջից հեռու։ Սա ձեզ կտա այն խաղաղությունը, որն անհրաժեշտ է ձեր ցանկություններն ու կարիքները ավելի լավ հասկանալու համար։ Սովորեք վայելել որոշ ժամանակ մենակ։ Գրեք, մտորեք, կարդացեք կամ միացեք ոչինչ խմբերի, ուսումնասիրության կամ փիլիսոփայական գիտելիքների համար։ Սա լավ ժամանակ է մտորելու ձեր նպատակների եւ կյանքի առաքելության մասին։ Այս տարի ձեզ համար հատկապես գրավիչ կարող է լինել ցանկացած տեսակի առեղծվածներ։ Դուք կարող եք լուրջ հետաքրքրություն զարգացնել գիտության, կրոնի կամ էզոտերիկայի նկատմամբ։ Ինքնագնահատականը եւ ինքնակատարելագործումը կօգնեն ձեզ բիզնեսում։ Խուսափեք ձեր բիզնեսը ընդլայնելուց կամ ձեր կյանքը փոխելուց։ Թողեք իրերը այնպես, ինչպես կան։ Սպասեք արդյունքների։ Այս տարի ձեր նախաձեռնողական գործողությունները կարող են անհիմն լինել եւ միայն թյուրըմբռնումների հանգեցնել։ Բայց եթե դուք խոհեմություն ցուցաբերեք, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Եթե դուք գործերը դանդաղ, բայց հաստատուն վարեք, սա կարող է լինել ձեր կյանքի լավագույն ժամանակը, որը ձեզ կբերի այն ճանաչումը, որին դուք արժանի եք։ Առողջության, հանգստի կամ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար ճամփորդելը շատ օգտակար կլինի։ Հանգիստը, մտորումները, ուսումնասիրությունը, ներքին կյանքը, ձգտումները եւ առողջ ապրելակերպը կապված են այս տարվա տատանումների հետ։ Մի ծրագրեք ամուսնություն այս տարվա ընթացքում։ Այսքանը սիրելիներս, թող որ այս տարին ձեզ միայն հաջողություն բերի։ Եթե ձեր վերջնահաշվարկում ստացել եք 8 թիվը, ապա սա ձեր նվաճումների տարին է։ Ձեր գործերում առաջընթացը ակնհայտ կլինի, եթե նախապես պլանավորեք, պատրաստեք եւ հաջողությամբ կազմակերպեք ամեն ինչ, եւ եթե նախկինում քրտնաջան աշխատել եք ձեր նպատակներին հասնելու համար, ապա հիմա հավանականությունը մեծ է, որ կունենաք այն առաջընթացը, որին սպասում եք։ Հավակնությունը, առողջ դատողությունը եւ լավ գործարար հմտությունը ավելի օգտակար կլինեն, քան երբևէ։ Այս տարի կարևոր է շարունակել քայլեր ձեռնարկել ճիշտ ուղղությամբ։ Լավ դրամական կառավարումը շատ կարևոր է, քանի որ հնարավոր են մեծ ծախսեր։ Երբեմն գումար վաստակելու համար նախ պետք է զգալի գումար ծախսեք։ Այս տարվա սկզբին դուք պետք է պլանավորեք ձեր դրամական հոսքը ֆինանսական աղետը կանխելու համար։ Գումարի մասին մտահոգությունները կարող են ձեզ զգալի ստրես պատճառել, ինչը տարին բավականին դժվար կդարձնի ձեզ համար, հետին պլան մղելով ձեր բոլոր տեսանելի նվաճումները։ Անկախ նրանից, թե որ ոլորտում եք աշխատում, սա այն ժամանակն է, որ օգտագործեք ձեր որոշ գաղափարներն ու երազանքները ձեր իրավիճակը բարելավելու եւ հաջողության հասնելու համար։ Սա գործողության տարի է։ Դուք ոչինչի չեք հասնի, պառկելով բազմոցին եւ տրվելով դատարկ երազանքներին։ Հաջողությունը ձեզ կհասնի, եթե ձեր ամբողջ ջանքերը ներդնեք դրա մեջ։ Խուսափեք մենակ աշխատելուց կամ միայն ինքներդ ձեզ վրա հույս դնելուց։ Մի գերագնահատեք ձեր գործարար կարողությունները։ Ինքնահավանությունը կարող է կործանման հանգեցնել։
Դուք կարող եք լավ խորհուրդ ստանալ ձեր ծանոթներից, եթե չվախենաք հարցնել։ Կենտրոնացեք ձեր գործերում, խուսափելով ավելորդ հույզերից և սենտիմենտալությունից։ Մի փորձեք կառչել նյութական ունեցվածքից, որը սպառել է իր օգտակարությունը։ Այս տարի հոգ տարեք ձեր առողջության մասին, խուսափեք չափազանց սիրով զբաղվելուց։ Լավագույն պարգևը ձեզ է սպասվում, եթե բարի գործեր կատարեք ողջ մարդկության համար, առանց անձնական շահը հաշվի առնելու։ Այսքանը սիրելիներս, մաղթում եմ ձեզ, որ այս տարին ամենահաջողակը լինի ձեզ համար։ Եվ իհարկե, եթե դուք ստացել եք 9 թիվը ձեր հաշվարկում, ապա սա վերջնակետն է։ Վերջնակետը այս տարվա գլխավոր թրթռումն է։ Ժամանակն է վերականգնել խզված կապերը և տեղ տալ նոր ցիկլի համար, որը կսկսվի հաջորդ տարի։ Դուք ավարտում եք 9 տարի առաջ սկսված ցիկլը։ Սա ժամանակն է ազատվելու հնից և անօգուտից, թե բիզնեսում, թե անձնական կյանքում։ Երբեմն սա կարող է վերաբերվել նաև այն մարդկանց, ովքեր անընդհատ գրգռվածության աղբյուր են, առաջացնելով դժգոհություն և անհանգստություն։ Եթե դուք հետևել եք ձեր ծրագրերին և երազանքներին, մտածված օգտագործելով այն, ինչ յուրաքանչյուր տարին առաջարկում էր, այժմ կտեսնեք ձեր աշխատանքի պտուղները։ Այս տարի արեք մի բան, որը կավարտի ձեր ծրագրերն ու նախագծերը, թույլ տալով ձեզ սկսել նոր ցիկլ։ Ձեր ձեռք բերած բոլոր լավ բաները կարող են տեղափոխվել հաջորդ ցիկլ, որի ընթացքում դուք կկազմակերպեք ծրագրեր, որոնք կլրացնեն, կընդլայնեն կամ կթարմացնեն ձեր նախորդները։ Դուք պետք է սկսեք միայն այն նախագծերը, որոնք կարող եք ավարտել հենց այս տարի։ Հետաքրքրվեք ապագա նվաճումների և երջանիկ կյանքի նախապատրաստմամբ։ 9-ները սովորաբար ցույց են տալիս որոշ կորուստներ։ Դուք կարող եք կորուստներ կրել բիզնեսում կամ ձեր ընկերության մեջ, եթե չափազանց պահանջկոտ լինեք։ Եղեք համբերատար, հասկացող և ներողամիտ։ Եղեք կարեկցող։ Սա ուրիշներին օգուտ տալու ժամանակն է։ Կպարգևատրվեն նրանք, ովքեր բարեգործություն կանեն և անձնուրաց կծառայեն ողջ մարդկությանը, իրենց մասին չհոգալով։ Տարին հարմար է առողջությունը վերականգնելու համար, որպեսզի դուք պատրաստ լինեք ձեր առաջին անձնական տարում պահանջվող ակտիվ աշխատանքին։ Դա արդեն 2027 թվականին, որը կսկսվի ձեզ համար նոր ցիկլ։ Այսքանը սիրելիներս, թող որ բոլորիդ համար լինի միմիայն հաջողակ տարի։ Սկզբի տարի է, ոչ ոքին մի լսեք, ամենալավ տարին է, սկսեք այնինչ, որ դուք ուզում եք։ Հետևեք իհարկե ձեր իսկ տարվա կանոններին, բայց եթե ձեզ հարկավոր է նաև անձնական խորհրդատվություն տեսնեք ձեզ համար, որ տարին է անձամբ ձեր ամիս, ամսաթիվ, ծննդյան տարվա հետ կապված, որ տարին է ձեզ մոտ իշխում, որ թիվն է ձեզ մոտ իշխում և ինչ է սպասվում ձեզ այս կամ այն ոլորտում, ապա կարող եք դիմել խորհրդատվության։ Ներքևում կլինի հեռախոսահամարը, նաև ներքևում կլինի և Telegram-ի ալիքի տվյալները և նաև հեռախոսահամարը, որը միայն Viber է աշխատում։ Ինքը հեռախոսահամար չի, միայն Viber է, որովհետև այդ համարը ֆրանսիական համար է և Ֆրանսիայում իհարկե չեն օգտագործում Viber, միայն հայերն են օգտագործում Viber։ Այդտեղ կարող եք նաև դիմել մեկ անգամյա հարցին, այսինքն հենց անձամբ ձեզ, ձեր ծննդյան ամսաթվով, ինչ է սպասվում ձեզ հենց այս տարում, նաև հավելում է դա, որ կարող եք ունենալ։ Արժեքը բավականին մաչելի է, կարող եք հարցնել աղջիկներին, ադմիններին և իհարկե իրենք ձեզ կպատասխանեն ինչպես կարող եք վճարել, ինչպես է ընթանում ամեն ինչ։ Այսքանի ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, նոր սկիզբ, նոր հնարավորություններ բոլորիդ կյանքում, օգտվեք սրանից և այնպիսի ձեր առջև ծրագրեր դրեք, որ դա տևի 9 տարի, ամենաքիչը, որ դուք 9 տարուց հետո միգուցե կամ թարմացնեք այն, կամ շարունակեք, կամ մտածեք այսօր եք հասել արդեն 9 տարի հետո։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաջողակ տարի։